Անում, որ ներգրավելու է բոլոր կարող ուժերի եւ այն մարդկանց, ովքեր մաքուր են, ձեռքերը մաքուր են, ամբասիր են, կապ չունի որ ուժին են հարել եւ կոնսոլիդացիա ապահովելու։ Սամվել Կարապետյանը, ես անձամբ ճանաչելով անդերձ ձեզ ասեմ, չի եղել որևիցե մի խնդիր, որտեղ ինքը այլ մոտեցում դրսևորի, քան այսպես բարիշացնելը կամ մտերմացնելը կամ խնդիրը լուծելը։ Ես անձամբ չէ, փոքրիկ խմբակից չէ, մնացածից այո։ Բայց օրինակ նախկին ԿՊԱ-ականներ կան, որոնք միացել են օրինակ մեր ձևով։ Օրինակ Ծաղիկը Վարդանյան, որ տարիներ շարունակ եղել է առողջապահության նախարարության պատասխանատուների Եվ այսինքն ներողություն, եթե դուք վերցնեք այդ մարդկանց օրինակ նույն Շուշանյան Լիլիայի դիմումը ազատման վերաբերյալ, վերցնեք մեկ այլ մարդու դիմումը, վերցնեք Ծաղիկ Վարդանյանի մասով ճիշտ ասած տեղեկացված չեմ, բայց ինչքան գիտեմ հեռացրել են աշխատանքից, այսինքն սրանց այդ անհամաձայնություններ ունենալու դեպքում հեռացված, ազատված կամ սեփական կամքով հասկանալով, որ ինչ է կատարվում, մարդիկ ազատվել են, բայց կարող ուժ են, ինչպես կարելի է չգնահատել։ Չէ, ես իրենց չեմ համարում փոքրիկ խմբակ, ներողություն, մի պատճառով։ Դա նշանակում է, որ մենք 18 թվականին բոլորին այսպես առանձնացնենք մի կողմի վրա, ասենք մեր հետ կապ չունենք։ Շատ մարդիկ հավատալով, հետո նաև հասկացել են ինչ է կատարվել եւ հետ քայլեն։ Ներողություն, դուք պլան B ունեք, եթե թույլ չտան ընտրություններին մասնակցեք, ինչ է արվելու, ունեք այդ ծրագիրը։ Անի ջան, որ ասենք ինչ է արվելու, արդեն պլան չի լինի։ Ունեք այդ պլան B-ն։ Երկու։ CD-ն էլ ունենք։ Եթե գնի առաջարկ լինի կառավարության կողմից, հնարավոր է բանակցություններ մեկնարկել։ Գնի առաջարկի ժամկետը վերջացել է, իրենք արդեն երեկ էլ հայտարարեցին, որ գնում են գերակաշահի ճանապարհով, դա նշանակում է գնահատում եւ վճարում։ Այստեղ հեծի համաձայնությունը պետք չի, օրենքով սահմանված։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին ինչ դիրքորոշում ունեք, ուղիղ սլաքները կարծեք ասոցիացվում են հենց ձեր հետ, թեև անուն չի նշված, երկիր չի նշված, բայց դե հասկանալի է, ում նկատի ունեն, ինչ դիրքորոշում ունեք, ով է ում ճնշում, ինչ են ներկայանում, տեղեկություններ ունեք եւ ինչու հիմա այս հայտարարությունը։ Եթե մեր ուժի առաջնորդը մարդ է, որը շատ երկար տարիներ անցկացրել է դրսում, այնտեղ է իր կարողությունը, իր աշխատանքի արդյունքում ունենա չէ երևի շատ համակիրներ, Հայաստանի քաղաքացիներ, բայց դրսում աշխատող, դրսում արարող։ Հիմա եթե մարդիկ դե ինչ ուզում խոսում են, նույն այդ անձին ով որ դա ներկայացնում էր, ասում են ապացույցներ տուր, ասում են երկաթ բետոնյա չունեմ, բա փայտյա ունի, թե պլաստմասե ունի։ Այսինքն այստեղ նորից խոսքը գնում է վատաբանելու, չգիտեմ, Ռուսաստանից մարդիկ չեն բերվելու ավտոբուսներով։ Մենք այդպիսի նպատակ չունենք, մենք այդպիսի ծրագիր չունենք, Ռուսաստանին թիրախավորելը շատ սխալ է, որովհետև այս պարագայում ես անձամբ կարծում եմ եւ իմ ունեցած ինֆորմացիաներով, իմ զանգերով, մեր ընկերների զանգերով հասկանում ենք, որ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ ամբողջ աշխարհից հույսը տեսնելով մարդիկ միգուցե գան, ես չգիտեմ, քանակ չեմ կարող ասել, բայց կազմակերպվածություն որպես այդպեսին չկա։ Պարոն Ղազենյան, եւ ինչ է կարծում անվտանգության հետախուզական ծառայության այս հայտարարությունը։ Արդյոք հող է նախապատրաստում ընդդիմության նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու, այդ թվում ուժեղ Հայաստանում։ Ճիշտ ասած, առանց այդ հայտարարության էլ մենք պատրաստ ենք եւ սպասում ենք, այնպես չի որ մտածում ենք չի լինելու։ Ուղղակի շատ վատ է, որ արտաքին հետախուզական ծառայությունը աշխարհում այսօրվա կատարող իրադարձությունը, այդ թվում մեր տարածաշրջանում անդրադառնում է այս թեմային, դա արդեն պետության խայտարակությունն է։ Ընդհանրապես իր ֆունկցիան չի կատարում։ Այստեղ որևիցե վտանգի խնդիր չկա, երբ որ մարդիկ ուզում են գան մասնակցեն։ Հիշեք 18 թվականին, գիտեք, օբյեկտիվ չեն, կեղծ են, ոտքից գլուխ։ 18 թվականին ովքեր կար, ասեն եկան պաշտպանեցին, վերջում փախան։ Բնակարաններ էին գնում, այստեղ պետք է բնակվեին, ողջունում էին Սփյուռքի մեր հայրենակիցներին, ու նույն մարդիկ այսօր խոսում են, որ այսօրվա ամենաուժեղ մարդը ընդդիմության մեջ, որը միանշանակ լինելու է հաջորդ վարչապետը, ունի համակիրներ դրսում։ Թող ժողովուրդը գնահատի։
հրապարակներում ելույթ Փաստորեն, ունենաս, հա։ սովորական քաղաքացիները Նայած ում համար։ Իհարկե ունեն քաղաքացու ընտրելու իրավունքեր, նախ քերերում պատժելու արարքելը։ Իրենք են այս պահին ազդում, իրենք մոտարապես գիտեք ինչ են անում, որ այդ քաղաքացիները կան վախ ունենան, հանգարց խնդիր չունենան այստեղ։ Այսինքն դրսից ով եկավ միանշանակ ընտրելու է ընդդիմություն Սամվել Կարապետյանի դեմքով, վախենան չգան, որովհետև իրենք այսպիսի հայտարարություն են տարածում։ Պարոն Խազինյան, արդյոք ձեր ուժը փողոցը ակտիվացնելու նպատակ ունի եւ մինչեւ ընտրություններ հնարավոր է փողոցային պայքարի դուրս գալ։ Կամ այսօրվա ակցիաները Ես այս պայն այսօր մեր ակցիաները ընդամենը եւս մեկ անգամ զգոնության եւ խոհեմության կոչ էր մեր իրապահ մարմինին, որ կյանքը այս իշխանությունով չի ավարտվում, մարդիկ պետք է առաջին հերթին ինձ օրինակ իրավաբանություն սովորելուց առաջինը բարոյականություն են այսպես ավելի շատացնելու եւ սերմանելու, քան թե իրավագիտակցություն, այսինքն մարդ առաջինը պետք է իրավապահ մարմնի ներկայացուցիչ լինի մարդ, լինի բարոյական, հետո նոր մասնագետ։ Դա այդ զգոնության կոչն էինք անում, ինչ վերաբերում է հետագա ակցիաներին, ըստ իրադարձությունների մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, ունենք բոլոր զարգացումներին մեր հակազդելու Ձեզ միջոցները։ արդեն ասում են ընդդիմության առաջին թավ ջութակը ըստ էության, ինչ կլինի, եթե հանկարծ այդ թավ ջութակը այդպես էլ ընտրության չհասնի։ Ուզում եմ հասկանալ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե վերարտադրվեց այդ սցենարով, մեր ժողովրդի հետ ընդհանրապես ի՞նչ է լինելու։ Ու ընդհանրապես երկրի հետ։ Չեմ էլ ուզում մտածել դրա մասին, որովհետև շատ վատ բան է լինելու։ Ինչ որ եղել է, դրանք Բնականաբար, դրա համար ես ձեզ մի խորհուրդ եմ տալիս, դրա մասին չխոսել, ես համոզված եմ, որ իրենք էլ են խուճապի մեջ, իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է, անգամ ուշացած է, այնպես որ իրենց գործողությունները դա ենթադրում են, ավելի կսրվեն, քացի կտան, մյուս կանեն, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչ։